Բարև ձեզ, եթերում կրկին Պոլիթոքս պոդքասթն է։ Այսօր խոսելու ենք ոչ միայն փաստերով, այլ նաև արժեքային ու գաղափարային բախումների մասին։ Ձեզ հետ եմ ես, Քնարիկ Սահակյանը եւ Փայլակ Չոբանյանը։ Բարև ձեզ, քանի որ շաբաթը իրադարձություններով այդքան լի չէր, ինչպես մյուս անցած երկու շաբաթները, այս շաբաթ մենք հիմնականում անդրադարձ ենք կատարելու Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ Աննա Հակոբյանի վերջին գրառումներին եւ Նիկոլ Փաշինյանի նախորդ օրերի կառավարության նիստում հնչեցրած արտահայտություններին։ Այո, ու շաբաթվա այսպես ասած, մարդկանց մոտ տարբեր զգացմունքներ շարժող թեման հենց եկեղեցու մասին էր, որը Փաշինյանի խոսքերով եկեղեցին դարձել է Չուլան, այսօր Չուլանի է վերածվել, եւ եթե ես ինչ-որ մեկին ասեի կպատկերացնեք, որ երբևէ երկրի ղեկավարը կասի, որ եկեղեցին Չուլան է, շատերը դրան չէին հավատա, բայց այսօր ունենք այնինչ ունենք, ու իսկապես սա մի նոր արշավ է, մի նոր գաղափարական արշավ է, ուղղված մարդկանց ամենանուրբ զգացմունքային լարերին, ուղղված պետության ամենակարևորագույն արժեքներին, եկեղեցին, կրոնը, մշակույթը, մեր լեզուն, այսինքն Չուլանը այստեղ նախ դրա կրթական մասին անդրադառնամ, Չուլանը ինքը հայերեն տերմին չէ, այստեղ ունենք մենք հայերեն համարժեք գոնե խորդանոց բառը, որը Փաշինյանը այդպես էլ նույնիսկ չհարգեց այնքան եկեղեցուն, որ նույնիսկ դա չկիրառեց կամ էլ այնքան կրթված չէր, որքան անհրաժեշտ է, բայց այստեղ կարելի է ասել, որ սա անեծք է, հա, եկեղեցուն, որ ուզի թե չուզի, պետք է հայտնվի այն վիճակում, որը որ Փաշինյանն է ցանկանում եկեղեցու հետ անել, ու իմ կարծիքով սրա վերջնանպատակը այն է, որ եկեղեցին չպետք է լինի պետությունից անկախ, ու Փաշինյանը սրանով ամեն դեպքում փորձում է խառնվել ու միջամտել եկեղեցու գործերին, ինչի է ասում եկեղեցին Չուլանա դարձել, եթե հետևեք դրան, ասում է, որ եկեղեցու գործերը ինչքան որ ինքն է սկսել եկեղեցու գործերով զբաղվել, այսինքն եթե եկեղեցին է իր հարցերը լուծում, իր կարիքները հոգում, դրա համար եկեղեցին Չուլան է դարձել, ու այստեղ թաքնված խոսք կա, հա, եթե եկեղեցին լինի պետության կառավարման ներքո, եկեղեցին ես իմ ձեռքը վերցնեմ, այդպես չի լինի, սպառնալիք է սա, թե ինչ որ գաղափարական ապտակ։ Եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի խոսույթները վերլուծելով ես հանգել եմ այն մտքին, որ նա նպատակաուղղված արշավ է սկսել եկեղեցու դեմ եւ դա ոչ թե 3 4-րդն է սկսել, այլ դեռ 2018 թվականից եւ միգուցե դրանից էլ առաջ, ու ես հանգել եմ այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը Աննա Հակոբյանը աղանդավորներ են, որոնք հայրաքելական եկեղեցու հանդեպ խոր ատելություն են տածում, եւ մենք դա կարող ենք նկատել դեռ 2018 թվականի հեղափոխության, ճակերտավոր հեղափոխության օրերին, երբ որ զուգահեռ ընթանում էր Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, որտեղ դրա մասնակիցները լկտիաբար ներխուժեցին Մայրաթոռ եւ անվայել պահված ցուցաբերեցին այնտեղ, ու Նիկոլ Փաշինյանը դա ոչ միայն չդատապարտեց, այլ նաեւ ինչքան որ ես հիշում եմ, նա խրախուսեց այդ դեպքերը, որը անընդունելի պահվածք էր Մայրաթոռի նկատմամբ, որը որ մեր ամենահին եկեղեցիներից է եւ ընդհանրապես աշխարհում ամենահին քրիստոնեական տաճարներից մեկն է, ու նմանատիպ պահված ցուցաբերելը իմ կարծիքով խայտարակություն էր առաջինը քրիստոնեական արժեքները, քրիստոնեությունը ընդունած երկրի համար, ու Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումից ամեն ինչ սկսեց եւ շարունակվեց դա հայ առաքելական եկեղեցու պատմությունը դասագրքերից հանելու Նիկոլ Փաշինյանի հրահանգով, երբ որ նա արդեն իշխանության էր, ու մեր նոր սերունդները զրկվեցին այդ իրավունքից, որը որ մենք ենք ունեցել հայ առաքելական եկեղեցու պատմությունը ուսումնասիրելու, նոր սերունդները արդեն չեն անցնում դասագրքերից, հիմա փաստացի հեռացված է այդ թեման, որը էլի իմ կարծիքով եկեղեցու դեմ ուղղված շատ ուժեղ եւ հստակ քայլեր էր, որ եկեղեցու հիմքերը թուլացնի եւ բազմաթիվ հոգեվորականներ այդ թեմայով արտահայտվել էին եւ իրենց կարծիքն էին բացասական արտահայտել, սակայն Փաշինյանին դա չէր հետաքրքրում։ Գիտես, երբ որ խոսեցիր, ընդհատեմ, հա, երբ որ խոսեցիր քահանաների ու հոգևորականների արձագանքին Փաշինյանի այս հայտարարություններին, վերջերս եւս մի գրառում կարդացի, որտեղ ասում էր, որ Գարեգեն Բն այսօր այս օրերին, հա, Շվեյցարիայում մասնակցում է Արցախի թեմայով բանավեճերի, այդ կոնֆերանսների տարբեր, որտեղ ներկայացնում է արցախայության խնդիրները ու արցախցիների Արցախ վերադառնալու արդար իրավունքին է անդրադառնում, ու շատերն էլ այսօր պնդում են այն տեսակետը, որ սա ադրբեջանական հրամայական է այսօր դարձել, այսինքն կա ազդակ, կա արձագանք, եթե Ադրբեջանի կոկորդին կանգնել է, հա, այդ
այդ կոնֆերանսները, այդ միջոցառումները արցախցիների շահերի հետ կապված, իրենք արդեն արձագանքը փորձում են ստանալ Փաշինյանի միջոցով, այսինքն ասում են ինչի մի բան չես անում ու Փաշինյանը անում է այն, ինչ կարող է այսօր անել, գոհացնելու թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ես հավելում անեմ, վեհապարը ոչ թե մասնակցում է այդ համաժողովներին, այլ նա է հենց նախաձեռնել այդ համաժողովը, որովհետև մենք գիտենք, որ անցնող օրերին, անցնող շաբաթներին եւս նմանատիպ կոնֆերանս Վատիկանում տեղի էր ունենում ադրբեջանական հոգևոր ժառանգության վերաբերյալ եւ մայրաթոռը նույնիսկ նոտա էր հղել Վատիկանին, որ նման կոնֆերանսների անցկացումը անթույլատրելի է եւ հիմա արդեն Շվեյցարիայում վեհապարը նախաձեռնել է Արցախահայության մշակութային ժառանգության պահպանման կոնֆերանսը, որպեսզի աշխարհին լսելի լինի այդ ամենը, սակայն Նիկոլը եւ Աննան այդ ամենին դեմ լինելով սկսել են այս կեղտոտ քարոզչությունը եւ ես շարունակելով իմ միտքը ասեմ, որ դասագրքերից հեռացնելուց հետո այդ ամենին հետևեց կաթողիկոսի հրաժարականի պահանջը, ինչը այս 1700 ամյա եկեղեցու պատմության կաթողիկոսների պատմության մեջ չլսված, չտեսնված բան էր, քանի որ բոլորս գիտենք, համենայն դեպս կրթված զանգվածները գիտեն, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջելը դա ուղղակի աբսուրդ է, որովհետև կաթողիկոսը դա ցմա պաշտոն է։ Չի կարելի կաթողիկոսի հրաժարականը պահանջել, նաև կաթողիկոսը դա այնպիսի մի ինստիտուտ է, որը որ գործում է 1700 տարի եւ եթե դու կաթողիկոսի ինստիտուտը չես հարգում սրբազաններին, քահանաներին, սարկավագներին, ուղղակի անարգալից վերաբերմունք ես ցուցաբերում եկեղեցու հանդեպ։ Եվ այդ անարգալից վերաբերմունքը Նիկոլի ու Աննայի եւ ՔՊԱ-ական ուսապարկերի 2024 թվականի տարեմուտին հանգեց նրան, որ վեհապար հայրապետի ուղերձը չցուցադրվեց հմեկով եւ մնացած ալիքներով եւ դա մեր նորանկախ պատմության մեջ առաջին դեպքն էր, խայտարակ դեպք, երբ որ վեհապարի ուղերձը ըստ էության հանրային հեռուստաընկերությունով եւ մնացած այսպես ասած նիկոլական ալիքներով չցուցադրվեց։ Փոխանցը ցուցադրվեց ընդդիմադիր ալիքներով իր ժամին, պատշաճ ժամին եւ չցուցադրվեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը, ինչը ըստ իս համարժեք պատասխան էր նրա այդ քայլին։ Գիտես, ես հուսով եմ գոնե այս ամեն ինչին արձագանքը համապատասխան կլինի ու Փաշինյանը գոնե պատմության մեջ կմնա եկեղեցու այն անառակ որդին, որովհետև այդ դեպքում միայն այդ համարժեք պատասխանի դեպքում ժողովրդի այս ցասումը կարող է իր ավարտը ունենալ, որովհետև մարդկանց արձագանքներն է շատ տարբեր են։ Ես ինքս որ կարդացի այդ գրառումը, մի պահ ինձ թվում էր իր էջը օրինակ կոտրել են, ուրիշ մարդիկ են իր էջով գրում, հա, դա աբսուրդի հասնող մի հատ երևույթ է ու համապատասխան արձագանք եթե չլինի, դա արդեն չգիտեմ ինչի մասին կխոսի։ Ես անկեղծ ասեմ, առավոտյան երբ որ զարթնեցի, տեսա լուրերում այդ գրառումը, իմ մտքով չանցավ, որ նրա էջը կարող են կոտրած լինել կամ նա հնարավոր չէ, որ այդպիսի բան գրի եւ ես ընդհանրապես չզարմացա եւ երբ որ արդեն մտա սոցիալական ցանցեր եւ օգտատերի գրառումները կարդացի, որ մի մասը բավականաչափ զարմացել էր իր գրառումից եւ մտածում էին, որ իր էջն էին կոտրել, ես այդ կարծիքին չեմ եւ չեմ կարող զարմանալ դրանից, քանի որ այս 7 տարվա մեջ մենք գրեթե ամեն ինչ տեսել ենք Նիկոլ Փաշինյանի շուրթերից, ամեն ինչ լսել ենք եւ նրա կնոջ եւ դրա վրա զարմանալը իմ կարծիքով տեղին չէր, որովհետեւ Նիկոլը բոլոր կարմիր գծերը անցել է, եթե մի մարդ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, ուրեմն նա եկեղեցին էլ կպղծի ծիծեռնակաբերդն էլ եւ մնացած բոլոր արժեքները, որը որ հայ ազգը իր սրտում ունի։ Գիտես, ասում ես, որ շատ մարդիկ դրան շատ դեմ արտահայտվեցին, բայց կար մի ստվար զանգվածել, ով ողջունում էր նրա այդ խոսքերը ու երբ որ ամենաառաջին թողարկման ժամանակ մենք խոսում ենք այն մասին, որ Փաշինյանի նպատակը էլեկտորալ զանգված հավաքելն է, հա դոգի ընտրազանգվածը իրենով անելն է, այսօր դրա երկրորդ փուլն ենք մենք տեսնում, որովհետև ես չեմ կարծում, որ նպատակը միայն հակաեկեղեցական շարժումն է, ի վերջո իրենց բոլորի նպատակը 26 թվականի ընտրություններն է ու այստեղ էլ մենք տեսնում ենք այդ աղանդավորական շարժումների արթնացումը, երբ որ Հայաստանում աղանդավորական շարժումները 18 թվականից հետո սկսեցին շատ մեծ թափ առնել, եթե նախորդ տարիներին դրանց դեմ ինչ-որ արշավներ էին իրականացվում, այսօր նրանք ունեն ավելի լայն իրավունքներ, քան հայ առաքելական եկեղեցին է, ու դրա համար նշեցիր, որ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այդ աղանդավորներ են համարվում եկեղեցու համար, ու ես կարծում եմ, որ համաձայն եմ այդ մտքի հետ, նաև հավելեմ այն, որ նրանք նաև փորձում են
երկրում գտնվող բոլոր աղանդավորներին միավորել ու դուրս գալ եկեղեցու դեմ, որովհետև շատ են հասարակության մեջ տարածված են տեսակետները, որ հայ առաքելական եկեղեցին այլ գաղափար է, քահանաներն ու հոգևորականները այլ, ու նրանք հեռու են այդ կրոնական, մաքուր ու սուրբ երևույթներից, ինչպիսին պետք է լինեին, ու դրա համար Փաշինյանի նպատակը հենց այդ զգացմունքներն արտացնելն է ու հոգևորականների դեմ հասարակությանը տրամադրելն է, ով էլ որ արդեն դեմ է, նրանց էլ միացնելն է այդ շարժմանը։ Երեք թեզ առաջ քաշեցիր, գրեթե բոլորի հետ համաձայն չեմ եւ հիմնավորեմ ինչու, նախ վերջինից սկսեմ։ Ես համաձայն չեմ, որ դու համաձայն չես ինձ հետ։ Վերջինից սկսեմ, վերջին թեզը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն եւ հոգևորականներին տարանջատել, եթե այդպես լիներ, օրինակ Նիկոլը իր հարցազրույցներում, իր ելույթներում, գրառումներում միայն եկեղեցու հոգևորականներին թիրախավորել, այլ ոչ թե հենց եկեղեցուն, ինչպես նա արեց նախորդ Բայց իր նպատակը եկեղեցու պետականացումն է։ Ի վերջո եկեղեցուն նա չէր անվանի չուլանացված, եթե եկեղեցին ու բայց էլի մեղքը դնում է հոգևորականների վրա։ Ասում եմ, եթե ես լինեի այդ եկեղեցիներով զբաղվողը, չուլան չէր լինի, հոգևորականներն են չուլանը։ Դրա համար թիրախը մարդիկ են, ոչ թե եկեղեցին։ Դե մարդիկ են, բայց ես ուրիշ պնդումներ կարող եմ անել, օրինակ մասնավորապես երբ որ նախորդ տարի ինքը իրեն ու ՔՊ-ն համեմատում էր Հիսուսի հետ, ասում էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականից հետո հարություն է առել, կամ որ ինքը հեղափոխության ժամանակ իրեն համեմատեց Հիսուսի հետ եւ ասաց, որ ինչպես Հիսուսն էր ընկալվում որպես հեղափոխական, այնպես էլ նա է հիմա իրեն այդպես ընկալում եւ դա ոչ մի ձև մենք չենք կարող ընկալել որպես հոգևորականների դեմ ուղված խոսքեր եւ դա ընդհանրապես եկեղեցուն ուղված կրոնին, այո։ Եկեղեցուն կրոնին ուղված մասնավորապես հայ առաքելական եկեղեցուն, որովհետեւ նա իմ կարծիքով աղանդների հետ ոչ մի խնդիր չունի եւ դա փաստում է այն, որ նա կրոնական ազատությունների համաժողովին ԱՄՆ-ում հանդիպեց կյանքի խոսքի գլխավոր հովվի հետ եւ Նիկոլ Փաշինյանը նաև իր ելույթներում ԱԺ ելույթներից մեկում անդրադարձել էր Պողոս Առաքյալի խոսքերին, այսինքն մեջ էր բերել Պողոս Առաքյալի խոսքը, որ բոլոր իշխանությունները տրված են Աստծուց եւ նա ասել էր, որ իշխանությունը որը որ Դե բայց չի ասում ինչ Աստծուց, միգուցե ինքը լրիվ ուրիշ Աստծո է հավատում, քան հայ առաքելական եկեղեցին, ու այստեղ էլ նրա այդ թեզն է առաջ գալիս, միգուցե աղանդավոր է, միգուցե ոչ քրիստոնյա է։ Չէ, Պողոս Առաքյալի ուսմունքի մեջ գրված է, որ բոլոր իշխանությունները տրված են Աստծուց եւ եթե նա շարունակությունը արդեն նա է մեկնաբանում, իսկ մենք գիտենք, որ Աստվածաշունչը սեփական տեսանկյունից մեկնաբանել է արդեն աղանդավորական երևույթ է, նա մեկնաբանում է այսպես, եթե եկեղեցին հաշ չի իմ իշխանության հետ, ուրեմն եկեղեցին դեմ է Աստծուն, այո, եւ եկեղեցականները դրան հակադարձեցին, ես այդ ժամանակ բազմաթիվ հակադարձումներ եմ կարդացել, ամենաուշագրավը այս բան չեմ հիշի ով էր ասել, բայց ասեց եթե բոլոր իշխանությունները տրված են Աստծուց, ապա դու ինչու ես Սերժին մերժում 2018 թվականին եւ նա դրան ոչ մի պատասխան մինչեւ այսօր չի կարողացել տալ ու այդպիսով այդ դիսկուրսը փակվել է։ Գիտես, մի հատ էլ ընդհատեմ ու երբ որ մենք խոսում ենք այս Փաշինյանի գաղափարների հետ կապված, երբ որ ամեն անգամ ինքը գնում է Եվրոպա ու այնտեղի մոդելները ուզում է ընդօրինակի, վերի այստեղ կիրառի ու ասում է որ պետք է այդ հեղափոխությունը սկսենք ինքներս մեզնից, քաղաքագիտական մի համեմատական վերլուծություն եմ ես ինքս ինձնով արել, Ֆրանսիայում լաիսիտե մոդելներ ընդունված, այսինքն սա մի մոդել էր, երբ որ պետությունն ու եկեղեցին իրարից անջատ էին ու պետությունը չպետք է խառնվեր եկեղեցու գործերին, բայց էլ պետքա լիներ ոչ ստորացման եղանակով, հա, այստեղ մենք տեսնում ենք կոնկրետ դրա խզումը, այս մոդելից խզումը Փաշինյանի ու Փաշինյանի այս քաղաքականությունը իմ մոտ ավելի շատ հակակղերական շարժումներն է նմանեցնում եմ, հա, այդ հակակղերականությանը իրեն, որովհետև հակակղերական փուլերը ֆրանսիական հեղափոխության տարիներին իրենք տարբերակ էին, երբ որ եկեղեցին դիտարկվում էր ոչ թե մշակույթի կրողը, ոչ թե մշակութային ժառանգորդ, այլ համարվում էր անցյալի խանգարիչ, ու այսօր էլ Փաշինյանը այո, եկեղեցուն համարում է անցյալի խանգարիչ, հենց Արցախի թեման էլ ինքը համարում է անցյալի թեմա Արցախը, փակված մի էջ, որով ինքը փորձում է էլի եկեղեցուն հասցնել նրան, որ իր համար դա անցյալի խանգարիչ է։ Վերադառնալով իմ հակադարձումներին, ասեմ, որ դու նշեցիր, որ
բոլորը չէին, որ համաձայն էին քննադատության հետ Փաշինյանի հասցեին, օրինակ Արտուր Հովհաննիսյանը, ԽՊԱ-ական պատգամավոր ուսապարկերից մեկը, ասաց, որ նա հետամուտ է լինելու, որ բոլոր այն հոգևորականները, ովքեր զբաղված են սրբապղծությամբ, նրանց վրից հանվի իրենց հոգևոր հագուստը եւ եկեղեցուց դուրս վռնդվեն, եւ իմ կարծիքով սա ուղղակի անարգալից վերաբերմունք է եկեղեցու հանդեպ, եւ եթե նույնիսկ նմանատիպ դեպքեր կային, դա ոչ մի կերպ չի կարող տարածվել ամբողջ եկեղեցու վրա, բայց այսքան տարվա մեջ ես ոչ մի անգամ չեմ լսել, որ հայ-առաքելական եկեղեցում նման դեպքեր են տեղի ունեցել, օրինակ կաթոլիկ եկեղեցում նման դեպքեր եղել են, բայց ոչ մեկ չի ելել ու կաթոլիկ եկեղեցու դեմ ինչ որ խոսքեր ասել, ու ոչ մեկ չէր կարող, որովհետև դա պետականորեն հաստատված ինստիտուտ է, իսկ Հայաստանում պետականորեն հաստատված ինստիտուտ, ամենահին ինստիտուտը 1700 տարվա հայ-առաքելական եկեղեցին է, եւ դրա դերը նսեմացնելը հայ ազգի դեմ ուղղված արշավ է, որը որ Նիկոլն ու Աննան նպատակաուղղված իրականացնում են, ու նաեւ Նիկոլի խոսքերից մեկը ես հիմա հիշեցի, որ նա ասում էր Բագրատ Սրբազանի շարժման օրերին, նախ հիշենք ինչ կեղտոտ քարոզություն էր Սրբազան հորդեմ ուղղված այդ ժամանակ, համարյա գրեթե բոլոր ԿՊԱ-ականները եւ Նիկոլ Փաշինյանն եւ իր ուսապարկերը լծվել էին այդ գործին, որ Սրբազան հորը մեղադրում էին այնպիսի կեղտոտ արարքների մեջ, որ ուղղակի նման գրառումները կարդալներ արդեն զզվելի, օրինակ ասում էին դու երկու տղա ունես եւ երկուսին էլ բանակից ազատել ես, ուղղակի իմ համար դա լսելը եւ կարդալը հոգեկան տհաճություն էր պատճառում, ու Նիկոլը ասաց այդ օրերին, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվի, ոչ մեկ եկեղեցուն չի արգելում, թող կուսակցություն բացեն եւ հոգեվոր հայրերով մասնակցեն ընտրություններին, ու ես հենց այդ օրվանից հասկացա, որ Նիկոլի համար ոչ մի կարմիր գիծ չկա, նա ոչ մի կարմիր գիծ չի պահում, որովհետեւ նման արտահայտություն անող մարդը առնվազն պետք է չհավատա հայ-առաքելական եկեղեցու ուսմունքներին, որպեսզի հոգեվոր հայերի նկատմամբ, հարգարժան հայերի նկատմամբ այդպիսի վերաբերմունք ցուցաբերի։ Ու նաև ինքը աստվածավախ չի ընդհանրապես իր քայլերից ես դա հասկանում, իսկ այն մարդիկ, ովքեր չունեն վախ ու չեն պատկերացնում իրենց մեջ կա նման երևույթ թե չէ, այսինքն մարդիկ կան, որ չեն գնում հայ-առաքելական եկեղեցի, ինչ որ աղանդների չեն հարում, բայց իրենց մեջ գոնե վախ ունեն, հա, Աստծո նկատմամբ, Աստծո գաղափարների նկատմամբ, բայց նա լրիվ քո ասած կարմիր գծերը հատել է ու այսօր ունենք այն ինչ ունենք, ու հա այդ աստվածավախությունը չունենալը, այդ հիմնական գաղափարական արժեքների դեմ լինելը այսօր առաջացնում է այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են, ու ամենատարօրինակն այն է, որ մենք հիմա գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, Հարավային Կովկասը ինքը այնպիսին է, որ այստեղ տարածաշրջանում միակ քրիստոնյա երկիրը Վրաստանն է, բայց Վրաստանում այդ իրականում Վրաստանում էլ է շատ վատ հոգևորականներին վերաբերվելու մշակույթը, իրականում Վրաստանում էլ են հոգևորականները անտեսված, ու ես չհամարվելով հակաեվրոպական ինչ-որ գաղափարների կրող, ամեն դեպքում ասում են, որ սա մի քիչ էլ դրսից բերված մշակույթ է, ներքին գաղափարական, մշակութային, կրոնական երևույթների դեմ լինելը, ու երբ որ Վրաստանում քայլես, նույնիսկ կարող ես տեսնել հոգևորականների, ովքեր դրսում բորդյուրների վրա նստած են ու այնքան անտեսված է իրանց դերը, որ Վրաստանում քաղաքական պրոցեսներին չնայած, որ նրանք չեն մասնակցում ընդհանրապես որպես ինստիտուտ, եկեղեցին այնտեղ գոյություն չունի, ու Հայաստանում էլ այդ նույն պրակտիկան է շարունակվում ու չի հասկացվում, որ այսօր գտնվելով նման տարածաշրջանում, որտեղ մեր շուրջն են Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, հա, կրոնական հակասությունների պատճառով եմ ասում, պետք է հասկանալ, որ կրոնը մեր այն հիմնական զենքն է, մեր առաջին քրիստոնյա ազգ լինելը մեր այն հիմնական զենքն է, որի միջոցով կարելի է ազդել շատ քաղաքական պրոցեսների վրա թեկուզ եւ Ես անկեղծ ասած Վրաստանի դեպքը չեմ ուսումնասիրել եւ չեմ փորձի պնդել այնտեղ ինչ երևույթներ կարող են լինել, բայց փոխարենը կանրադառնամ Հայաստանում տեղի ունեցողին, մասնավորապես այսքան ասացի այսի, որ գամ հասնեմ Նիկոլ Փաշինյանի այդ ճուլանացման արտահայտությանը, ճուլանացման վերաբերյալ նրա պնդումները, անդրադառնալով դրան ասեմ, որ
հենց այդ ճուլանացումը փոխանակ ինքը փորձի դրա վրա իր միավորները հավաքել, իր ընտրազանգվածին կոնսոլիդացնել իր շուրջ, նա դրա փոխարեն երկրի վարչապետ հանդիսանալով պետք է հենց նպաստեր, որ եկեղեցիները վերակառուցվեն, վերանորոգվեն, որպեսզի հենց այդ ցեմենտով լի պարկերը, այդ նրա նշած աղբը եկեղեցիներում չլինի, սակայն ես բավականին շատ եմ եկեղեցիներ այցելում եւ ոչ մի եկեղեցում չեմ տեսել, որ նրա նշած որևէ աղբը լինի, փոխարենը ես ամեն օր գրեթե ամենայն դեպս ամեն 4 շաբթի տեսնում եմ այդ աղբը, որը նստած է կառավարությունում եւ նիստեր է անում, աղբը, որը իր գլխավորությամբ նա կարող է հայլու մեջ նայել եւ տեսնել իրեն, հենց այդ աղբն է, որ մեր երկրից պետք է հեռացնել, վերացնել ու որպեսզի երկիրը շենանա։ Ու իմ համար ինչու զարմանալի չէր այդ իր արտահայտությունները այս առավոտյան կամ նախորդ օրվա նրա այդ ճուլանացման արտահայտությունը, որովհետեւ ես ինչպես նշեցի, նա արդեն բոլոր կարմիր գծերը անցել է ու եթե մի մարդու կյանքի գաղափարախոսությունն է, որտեղ հաց այնտեղ կաց, տվյալ մարդը չի կարող հոգևոր արժեքներից հասկանալ եւ հոգևոր արժեքներ քարոզել, նա միայն կարող է որտեղ հաց այնտեղ կացը քարոզել ու դա ամենանյութապաշտ, ամենաապաշնոր, ամենաապապետական գաղափարներից մեկն է ըստիս, որը որ Փաշինյանը քարոզում է եւ որը որ արդեն սարքել է իր համար լոզունգ եւ որտեղ գնում նա այդ լոզունգը կիրառում է ու նաև պատճառաբանելով թե ինչու կարող է այս հակաեկեղեցական արշավը սկսած լինել, բացի Տեր Հովնան եպիսկոպոսի Ղուգարաց թեմի առաջնորդի ասածից, որ վեհափառ հայրապետի Շվեյցարիայի վեհաժողովի մասնակցելն է դարձել պատճառը, ես նաև կարող եմ նշել, որ նրանք փորձում են որոշակի աղանդավորական զանգված իրենց շուրջ կոնսոլիդացնել գալիք ընտրությունների համար։ Համաձայն եմ։ Ու բացի դրանից նրանք ինչպես միշտ ապահովում են այդ հաց եւ տեսարաններ սկզբունքը, որը որ կիրառվում էր հին Ռոմում, այսինքն ժողովրդին պետք է տալ հաց եւ տեսարաններ, որը որ Ռոմում ապահովում էր Կոլիզեյը, եւ ժողովուրդը բավարարված կլինի եւ չի ապստամբի իր կառավարչի դեմ, նույնը Փաշինյանը այդ սկզբունքով է առաջնորդվում։ Ու այս ամենը ես կցանկանայի ավարտել Միքայել arczepiskopos Աջապայանի խոսքերով, իմ կողմից շատ հարգարժան հոգևորականի, որ նա ասաց, որ իրենով թող զբաղվեն հոգեբույժները ու իրենով զբաղվելու ոչ տրամադրություն կա, ոչ ցանկություն։ Ու երկիրը նա այնպիսի վիճակի մեջ է գցել, որ անընդունելի է իր կողմից բոլոր խորհուրդները։ Այո, համաձայն եմ քեզ հետ, բայց եկեղեցու թեման միակը չի այս ամբողջ գաղափարական խզման ու գաղափարական ցեղասպանության մեջ, ունենք մենք նաև մայիսի 28, որը այս շաբաթ նշվեց, իբրև թե նշվեց իրենց կողմից, այսինքն այս տարի մայիսի 28-ը մեզ համար մնաց ոչ թե որպես հպարտության օր, այլ մնաց որպես լռության օր պատմության մեջ, այս 2025 թվականի մայիսի 28-ը ու Սարդարապետի ճանապարհը փակվեց, որ վարչապետն անցնի, միշտ ամեն հուշակոթող այցելելիս ճանապարհները փակվում են, որ Փաշինյանը գնա այցելի, ուղղակի այստեղ բացի այդ մայիսի 28-ի իրադարձություններից, նաև կարևոր է այն հանգամանքը, որ Փաշինյանը ինքը փողոցում, երբ որ կանգնած գոռում է ժողովրդի անունից, խոսում է ժողովրդի անունից, այսօր ճանապարհներ են փակվում, որ ինքը հասնի մի տեղ, այսօր քաղաքում խցանումներ են լինում, որ ինքը հասնի մի տեղ ու Սարդարապետներ այդ օրինաչափություններից դուրս չմնաց ու այստեղ մենք տեսնում ենք մայիսի 28-յան նարատիվների նուրբ մանիպուլյացիան, այսինքն եթե նախորդ տարիներին Փաշինյանը Սարդարապետը որպես մեր հաղթանակն էր տոնում եւ այլն, այս տարի ասում է, որ մենք պետք է դաս քաղենք Սարդարապետից, մենք պետք է չկրկնենք Սարդարապետը, հա, այդպես ուղիղ չէ, բայց հիմնական միտքը դա էր, որ չպետք է կրկնենք։ Նա ասում է, որ պետք է մենք պատմական Հայաստանի դասերը քաղենք եւ չկրկնենք։ Նա ասում է, որ հենց բառացի ասում է, որ պատմական Հայաստանը խնդրում է իր սխալները չկրկնել։ Այո, ու դա իսկապես աբսուրդի ժանրի է հասնում ու այս դեպքում տոնը ինքը բեմադրությամբ վերածվեց ու երբ որ միշտ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք խոսվել է Սարդարապետի, բացի Սարդարապետը մայիսյան հաղթանակների ու հակաթուրքական հաղթանակների մասին, այստեղ արդեն լրիվ մոռացվեց Թուրքիայի դերը ու երբ որ ես համեմատում եմ, փորձում եմ համեմատել այն երկրներին, ովքեր որ իրենց հաղթանակներն են տոնում, ովքեր որ հպարտանում են այդ հաղթանակներով, մենք սրանց կողքին խղճուկ մի դեր ենք ստանձնում, այսինքն ինչպես կարելի է, հա,
պատմության ամենավառ ու լուսավոր էջերը ուրանալ ու գալ հասնել մի կետի, որտեղ պետք է խուսափել հաղթանակներից խոսելուց, որտեղ պետք է խուսափել զինվորներից, զինվորի քաջությունից, մեր ռազմական հարստությունից խոսելուց ու մայիսյան հաղթանակների հետ կապված, օրինակ Ռուսաստանի օրինակը բերեմ, ինչքան էլ որ ասում են, որ Ռուսաստանը շատ պաթետիկ է այս հարցում, անընդհատ միայն հաղթանակներից է խոսում, ինձ թվում է սա այլ ազգային ոգու բարձրացման մի հնարավորություն է, ազգային կոչ է հաղթանակների շարունակականության ու մայիսի 9-ի հետ համեմատած, թե ոնց են ռուսները վերաբերվում մայիսի 9-ին ու ոնց են արդեն հայերը վերաբերվում մայիսի 28-ին, այստեղ շատ խնդիր կա, հա, այսինքն այս տարի Փաշինյանը չնշեց Թուրքիայի անունը, բայց արդյոք Ռուսաստանը չի հարգում Գերմանիային համարժեք, ինչքան օրինակ Հայաստանը Թուրքիային, այսինքն եթե դու փորձում ես դիվանագիտություն համապատասխան երկրների մեջ կապելու, ինչքանով է պատմությունը քեզ խանգարում այդ կապի համար, որովհետև Ռուսաստանն ու Գերմանիան հա հիմա էլ կա լարվածություն այդ երկու երկրների մեջ, բայց մայիսի 9-ը ընդհանրապես չի խանգարում Ռուսաստանին շարունակել իր քաղաքականությունը Գերմանիայի հետ ու չպետք է նաև խանգարի հայ-թուրքական հարաբերություններին այդ տեսանկյունից իմ կարծիքով։ Գիտես, իր արած հայտարարությունները առնվազն ծիծաղելի է, որովհետև նա պնդում է, որ Հայաստանը ամենաինքնիշխանն է, ամենասուվերենն է, ամենահպարտն է, բայց նրա օրոք մենք ամենաստորացվածն ենք ու պարտված երկիր ենք ու իմ կարծիքով այդ թեմային անդրադառնալը ոչ միայն ցավոտ է, այլ նաև հարկ չէ այս թեմայով արդեն ժողովրդին զբաղեցնել, որովհետև նա ըստ էության ոչ մի նոր բան չի ասում ու նրա ամբողջ դիսկուրսը պտտվում է այդ նույն կարմիր թելով իր բոլոր ելույթներով անցնում է։ Ուղղակի միշտ արդարացվում է այդ դիսկուրսը, ոչ միայն իր մոտ, այլ նաև այդ քպական ուսապարկերի մոտ, ինչպես դու նշեցիր, խաղաղության հետ։ Ինչպես կարելի է խաղաղության հետ անդադ կապել այդ ամեն ինչը ու սրանով սահուն անցնենք Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններին, երբ որ ասում էր, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է օրինակ առևտուր անեն ու հայերը շատ հեշտ կարող են գնալ Բաքու։ Այստեղ ինքը փորձում է ուղղակի ուրանալ, հա, ոչ միայն ուրանալ, ինձ թվում է, այլ ինքը այստեղ փորձում է կոնկրետ շեղել հասարակական այն նուրբ զգացմունքները, որոնք ունեն, այսինքն եթե դու տարիներ շարունակ ունեցել ես հակակրանք, երբ որ ունեցել ես թշնամական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչպես կարող ես դու դա լրիվ արագ մոռանալ ու էլի համեմատելով այլ երկրների օրինակի հետ, գերմանա-լեհական հարաբերությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այստեղ նրանք էլի փորձում են լավ հարաբերությունների մեջ մտնել, ուրանալ, ոչ թե ուրանալ, այլ մոռանալ են լարված հարաբերությունները, որոնք ունեցել են, բայց ինքը կոչվում է հասարակական ճշմարտացման շրջան, երբ որ այդ շրջանում դու արդեն ներողություններ ես փորձում փոխանակել երկու երկրների մեջ, հիշողություն ես սկսում կառավարել ժողովրդի, այսինքն կամաց, թեկուզ եւ եթե դու ուզում ես դա անել, քաղաքագիտական ճանապարհը դրա, ժողովրդի զգացմունքները կառավարելն ու հիշողությունը կառավարելն է, ոչ թե միանգամից անցումը տանել, որովհետև այստեղ մարդիկ արդեն վախենում են, վախի մթնոլորտ է առաջանում, ինչպես կարելի է միանգամից խոսել հայ-ադրբեջանական առևտրային ու հայերի Բաքու գնալու մասին։ Ճիշտ է, արդեն այս ոդկասթի շրջանակներում ուսապարկերից Արտուր Հովհաննիսյանին անդրադարձա, որը որ հանդիսանում է դեղնականաչավուն զանգվածների ամենամեծ սիրահարը, բայց Ալեն Սիմոնյանի հայտարարություններին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ չեմ ուզում իջնել այդպիսի ցածր մակարդակի եւ իր հայտարարությունները մեկնաբանել ու ամփոփելով այս Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հայախառն գրառումները ես կցանկանայի նշել, որ ճիշտ է նրանցից ներողություն չեմ ակնկալում, բայց ակնկալում եմ, որ գոնե Մայր Աթոռը որոշակի հայտարարությամբ հանդես գա կամ գոնե կիրառի նզովելու կարգը եւ Նիկոլին եւ Փաշինյանների ողջ ընտանիքին արգելվի եկեղեցի մտնելը եւ առհասարակ Նիկոլ Փաշինյանը եկեղեցական պատմության մեջ գրվի որպես ամենամեծ հայրաքելական եկեղեցու թշնամիներից մեկը։ Այսպիսով, այո, ամփոփելով նշեմ, որ այս շաբաթվա ամփոփումը իր մեջ մի ընդհանուր գիծ ուներ, դա մոռացումներ Սարդարապատի հերոսամարտերի, մոռացումներ մեր զոհվածների, մոռացումներ մեր եկեղեցու, բայց մեր ոդկասթի նպատակն է ամեն դեպքում քաղաքացիներին իրազեկելը, քաղաքական գիտակցության բարձր մակարդակ ամփոփելը։ Իսկ դուք սիրելի հետևորդներ, մնացեք սթափ ու հետևեք Polytalks թողարկմանը։ Մինչ հաջորդ հանդիպում։ Եթերում Polytalks podcast-ներ, ձեր հետ Քնարիկ Սահակյանը եւ Փայլակ Չոբանյանը։ Կհանդիպենք։